Հայաստանի ֆինանսական սիրտը բաբախում է բանկերում։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ բանկային համակարգը կայունության անխախտ խորհրդանիշն է։ Այս քարե պատերի ներսում կառավարվում է մոտ 20 միլիարդ դոլարի պորտֆել, որը Հայաստանի համախառն ներքին արդյունքի 60%-ն է։ Այս համակարգն ունի խաղիր հստակ կանոններ, այն պահանջում է գրավ, հաստատված ֆինանսական հոսքեր եւ շոշափելի նյութական ակտիվներ։ Իսկ հիմա պատկերացրեք մեկ այլ աշխարհ։ Այստեղ չկան հաստոցներ եւ անշարժ գույք, կան գաղափարներ, մտավոր ակտիվներ եւ հավակնոտ ծրագրեր։ Եվ հենց այստեղ է ծագում խնդիրը։ Բանկերը դժկամ են ֆինանսավորելու միտքը։ Այդ դեպքում ինչ անել։ Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Այդ նպատակով 2025 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացվեց այլընտրանքային ֆինանսավորման ուղիների եւ հնարավորություններին նվիրված երկօրյա համաժողովը, որը կազմակերպել էր Video Armenia խորհրդատվական եւ աուդիտորական ընկերությունը։ Համաժողովի նպատակն էր ցույց տալ, որ գումար ներգրավելու համար պարտադիր չէ գնալ բանկ։ Ծրագիրը կյանքի են կոչել BDO Հայաստանն ու Ryan Worldwide Innovations-ը։ Նախաձեռնության գլխավոր գործընկերը շվեյցարական Helvetas կազմակերպությունն է Re-Economy ծրագրի միջոցով, որը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության SIDA-ի կողմից։ Այս տարածաշրջանային նախագիծն աջակցում է կանաչ եւ ներառական տնտեսության զարգացմանը արևելյան գործընկերության եւ բալկանյան երկրներում, իսկ ահա PCD ծրագրի գործընկերն այս գործում Հայաստանի կենտրոնական բանկն է։ Armenia is developing its financial market. Հայաստանը զարգացնում է իր ֆինանսական շուկաները, բայց թվերը ցույց են տալիս զգալի անհավասարակշռություն։ Թեև բանկային հատվածը բավական լավ է զարգանում եւ կառավարում է մոտ 17 միլիարդ դոլարի ակտիվներ, մեր այլընտրանքային ներդրումային շուկան գնահատվում է ընդամենը 100-150 միլիոն դոլար։ Սա բանկային հատվածի 1%-ն էլ չէ։ Սա նշանակալի բաց է մեր ֆինանսական էկոհամակարգում եւ կարող է ներկայացնել կառուցվածքային սահմանափակումներ այն բիզնեսների զարգացման համար, որոնք մենք տեսնում ենք Հայաստանում։ We will see in Armenia. Վահագն Սահակյանի խոսքերը պարզապես վիճակագրություն չեն, ահազանգ են։ Առանց համբերատար կապիտալի կամ patient capital-ի եւ ռազմավարական ներդրողների նորարարությունը կմնա թղթի վրա։ Ինչու է սա կենսական։ Որովհետև մենք չենք կարող կառուցել դիմակայուն տնտեսություն միայն ավանդական ոլորտների վրա։ I think Կարելի է հարցնել. մեր չափի շուկան կարող է արդյոք հաջողել։ Մենք միշտ լսում ենք երկու օրինակ՝ Իսրայել եւ Էստոնիա։ Նրանք ապացուցեցին, որ շուկայի փոքր չափը սահմանափակում չէ եւ որ փոքր երկրները կարող են ստեղծել միլիարդավոր դոլարների արժողությամբ ընկերություններ։ Դա պատահականություն չէր, դա ենթակառուցվածքների ստեղծման արդյունք էր։ build infrastructure. Հայաստանում այլընտրանքային ֆինանսավորման իրավական հենքը վաղուց ստեղծված է։ Համակարգի հիմնասյունը ներդրումային ֆոնդերի մասին օրենքն է եւ այստեղ կա առանցքային կետ, որում ասվում է. Հոդված 36 Մասնավոր ներդրումային ֆոնդի ակտիվների ներդրման սահմանափակումները սահմանվում են բացառապես ֆոնդի կանոններով։ Օրենքի 36-րդ հոդվածն ասում է, որ մասնավոր ֆոնդերի սահմանափակումները որոշվում են ոչ թե պետության կողմից, այլ բացառապես ֆոնդերի կանոնադրությամբ։ Իսկ ինչու է սա կարևոր, որովհետև ազատություն է տալիս պրոֆեսիոնալ ներդրողին ինքնուրույն որոշելու ռիսկի չափը եւ ֆինանսավորելու անգամ ամենահամարձակ ստարտափերին։ Սա մեր հայացքն է ներսից։ Հետարքիր է, ինչ են տեսնում միջազգային գործընկերները, երբ նայում են Հայաստանի տնտեսական քարտեզին դրսից։ Նրանք միայն ռիսկեր են տեսնում, թե թաքնված ներուժ, որը մենք ինքներս դեռ ամբողջությամբ չենք գիտակցել։ You have so many good things working for you. Դուք ունեք շատ լավ բաներ, հմուտ աշխատուր, աշխույժ ստարտափ էկոհամակարգ եւ իսկապես ստեղծագործ մարդիկ։ Շվեդիան Re-Economy ծրագրի միջոցով աջակցում է սրան, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ, կայուն եւ անկախ։ Independent. Բայց միայն ցանկությունը բավարար չէ։ Շատ գործարարներ պարզապես վախենում են նոր գործիքներից։ Ահա թե ինչու։ Very easy to apply. Հեշտ է վարկի համար դիմել, որովհետև դուք հասկանում եք ինչ է վարկը, բայց երբ ինչ-որ մեկը լսում է safe, family office, convertible note կամ crowdfunding, հարցեր են առաջանում։ Ցավոք չկա մեկ վայր այս մասին սովորելու համար։ Մեր նպատակն է, որ 1 տարի անց կարողանանք հպարտությամբ ասել, որ այս օրերի շնորհիվ ընկերությունները սկսել են օգտագործել այս գործիքները։ To utilize those instruments more actively. Ու այդ պահին դահլիճում հնչում է գործողության կոչ։
Սա պատահական մեկանգամյա միջոցառում չէ։ Սա 3 տարվա ճանապարհորդություն էր։ Ուզում եմ այսօր ընդգծել ձեր հատուկ դերը։ Դուք փոփոխություններ բերողներ եք։ Դուք եք զրոն վերածելու թվի։ Որպես վենչուրային կապիտալիստ ես ներդրում եմ կատարել 23 ստարտափներում։ Ես պարզապես չեմ ասում արեք դա։ Ես արել եմ դա։ Մենք պարտավոր ենք անել ինչ-որ բան, որպեսզի հաջորդ սերնդին հարթակ տանք։ 3 տարվա աշխատանք, միջազգային գործընկերներ եւ հստակ նպատակ։ Ստեղծել էկոհամակարգ, որտեղ գաղափարն արժե ավելին, քան գրավը։ Հայաստանը պատրաստ է։ Մնում է սկսել։ Շատերը սխալմամբ մտածում են, թե բիզնեսը սկսում է գրասենյակներում։ Իրականում ապագան կերտող ամենահաջողակ բիզնեսները ծնվում են լաբորատորիաներում։ Ֆերնանդո Գոմես Բակերոն, ծագումով կոլումբիացի, նանոտեխնոլոգիաների դոկտոր եւ Նյու Յորքի Կորնել Թեքի տնօրեններից մեկը ներկայացնում է հաջողության իր բանաձևը։ Նա պարզապես տեսաբան չէ, պրակտիկ գործիչ է։ Լսենք նրան։ Ես ստեղծել եմ 11 ընկերություն, հիմնված համալսարանական նորարարությունների վրա։ Եղել են նաև վատ ընկերություններ, բայց մի քանիսը բավական լավն էին։ Մեր նպատակը կիրառական հետազոտություններն ու զարգացումն է, Use-Inspired R&D-ն, գիտական հետազոտությունը վերցնել եւ փոխակերպել ստարտափի։ Բակերոն ներկայացնում է հեղափոխական մի մոդել՝ Runaway Startup Postdoc Program-ը։ Սա Հայաստանի համար դեռ նորություն է, սակայն Ամերիկայում այն գործում է որպես գիտնականների օպերացիոն համակարգ։ Սա օպերացիոն համակարգ է գիտնական ձեռներեցների համար։ PhD-ները, գիտության տեխնացուները, վարժեցված են ակադեմիական խստության, ոչ թե ձեռներեցության համար։ Մենք վարձում ենք նրանց, պարացիորեն վճարում ենք աշխատավարձ, տալիս ենք առողջապահական ապահովագրություն եւ ուսուցում, որպեսզի նրանք ստեղծեն իրենց սեփական ընկերությունները։ Արդյունքները խոսուն են։ 2014-ից ի վեր Cornell Tech-ը 0-ից ստեղծել է 128 ընկերություն, որոնց ընդհանուր արժեքն այսօր գերազանցում է $1 միլիարդ։ Համալսարանը ներդրել է մոտ $14 միլիոն, իսկ այդ ընկերությունները հետագայում շուկայից ներգրավել են ավելի քան $300 միլիոն վենչուրային կապիտալ։ Բայց միայն դոկտորները, այն է, դասախոսները չեն ակտիվ։ Ֆերնանդոն նշում է նաև մագիստրոսների համար նախատեսված Spin-out ծրագիրը։ Մենք ընտրում ենք լավագույն 5 թիմերին եւ առաջարկում նրանց $100,000 3% բաժնեմասի դիմաց։ Եթե նայեք Adobe-ին, իրականում AI թիմը մի ընկերություն է, որը մենք ենք կառուցել։ Եթե երբևէ գնել եք stablecoin, մասնավորապես USDT, դա իրականում մենք ենք կառուցել որպես ընկերություն։ Բայց ինչու հենց Ամերիկան դարձավ այս մոդելի առաջատարը։ Գաղտնիք 1980 թվականի Bayh-Dole ակտն է։ Այսօր այն հնարավորություն տվեց համալսարաններին սեփականաշնորհել սեփական ֆինանսավորմամբ ստեղծած գյուտերը եւ առևտրայնացնել դրանք։ Սա ստեղծեց տրիլիոնավոր դոլարների տնտեսական ակտիվություն։ Այսօր խոսքը Deep Tech-ի խորը տեխնոլոգիաների մասին է, որը Բակերոն բաժանում է 4 մակարդակի։ Մակարդակ առաջին՝ փոխարինում, երբ ChatGPT-ին փոխարինում է Google-ի որոնմանը։ Մակարդակ երկրորդ՝ համակարգի թարմացում։ Մակարդակ երրորդ՝ համակարգի փոխակերպում։ Մակարդակ չորրորդ՝ համակարգերի համակարգեր, երբ արհեստական բանականության գործակալները ինքնուրույն բանակցում են այլ արհեստական բանականության գործակալների հետ։ Եվ այստեղ ամենակարևոր գործոնն արագությունն է։ Ինչու է ստարտափներին ֆինանսավորում պետք։ Արագության համար։ Մենք ապրում ենք հիպերմրցակցային աշխարհում։ Այն ժամանակները, երբ մենք ընկերություններ ենք կառուցում ավտոտնակներում, դա ավարտված է, դա այլևս գոյություն չունի։ Դուք պետք է օգտագործեք այդ կապիտալը, մարդկանց ուշադրությունը, ժամանակը եւ նվիրվածությունը գնելու համար։ Կարևոր է ֆինանսավորում ներգրավել, որպեսզի կարողանաք հասկանալ ձեր արածի կենսունակությունը։ Համալսարանները վաղուց դադարել են միայն կրթօջախ լինելուց։ Նրանք հզոր ներդրողներ են։
Բակերոն բերում է Ելի համալսարանի օրինակը, որը ներդրումային ռազմավարության շրջանակներում 3 միլիոն դոլար ներդրեց Uber-ում եւ դուրս եկավ միլիարդներով։ Սա այն մոդելն է, որին պետք է ձգտի Հայաստանը։ Եթե համալսարանները տալիս են գաղափար, ապա ով է տալիս առաջին ռիսկային գումարը, դառնալով այն կամուրջը, որը լաբորատորիան կապում է շուկայի հետ։ Նրանք կոչվում են հրեշտակներ։ Մարկ Կրամերն այս ոլորտի կենթանի լեգենդներից է։ Նա հիմնել է աշխարհի առաջին ֆորմալ հրեշտակների ցանցը դեռ 1990 թվականին։ Երբ ես սկսեցի, մարդիկ մտածում էին, որ դա խելագարություն է։ Ինչու հարուստ մարդիկ պետք է ներդրում անեն ռիսկային ստարտափներում։ Դա պարզ է։ Նրանք ուզում էին պարծենալու իրավունք, որ գտել են հաջորդ Apple-ը կամ Microsoft-ը։ Սակայն Մարկ Կրամերը զգուշացնում է, եթե 90-ականներին ներդրում էին կատարում միայն գաղափարի մեջ, այժմ պահանջները խստացել են։ Մի բան փոխվել է 1990-ից ի վեր։ Հրեշտակները հազվադեպ են ներդրում կատարում ընկերություններում, որոնք չունեն եկամուտ։ Դուք պետք է ապացուցեք մոդելի կենսունակությունը։ Այլևս ոչ մի վենչուրային ֆոնդ չի վերցնում այդ տեսակի ռիսկը։ Նրանք սպասում են մասշտաբավորման։ Մարկ Կրամերը չի վախենում խոսել նաև ձախողումների մասին, ինչը հազվադեպ է հանդիպում ներդրողների շրջանում։ Նա պատմում է իր Funding Organizer ստարտափի մասին, որը տեխնիկապես կատարյալ էր, բայց բիզնես տեսանկյունից կործանարար։ Կարծում եմ նախորդ կյանքում ես Տիտանիկի նավապետն էի, որովհետև եթե պատմեմ, թե ինչպես են իմ որոշ նախագծեր բախվել սառցաբեկորների, չեք հավատա։ Մենք ստեղծել էինք առցանց հավելված, որը թույլ էր տալիս վարկային հայտը լրացնել 1 ժամում, նախկին 4-8 շաբաթվա փոխարեն։ Վարկային մասնագետները պաշտում էին այն, բայց երբ գնացինք բանկերին լիցենզիա վաճառելու, ոչ մի բանկ չցանկացավ այն։ Դասը հետևյալն է. մի հարցրեք աշխատողին, հարցրեք նրան, ով ստորագրում է չեքը, որոշում կայացնողին։ Մենք ստեղծել էինք մի բան, որը լավ է ունենալ, բայց դա նրանց համար կենսական խնդիր չէր լուծում, իսկ բիզնեսը պարզապես հաճելի լուծումների համար չի վճարում։ Իսկ ինչպես խուսափել այդ սառցաբեկորներից։ Ներդրումն արդյոք միայն ինտուիցիա է։ Wireless 2020-ի գործընկեր եւ ավագ խորհրդատու Բերջ Այվազյանը, որը նաև հրեշտակ ներդրող է, օգտագործում է հնդկական Սաթհանա տերմինը։ Հարց. ինչպես են հրեշտակները գնահատում։ Եթե հավանում են տղային, ներդրում են անում։ Իրականում դա կարգապահություն է։ Ես չեմ տալիս գումար միայն նրա համար, որ հավանում եմ մարդուն։ Ես պետք է անեմ պատշաճ ուսումնասիրություն, պետք է հասկանամ տեխնոլոգիան։ Մենք ունենք գործիքներ, ինչպես Orion Score-ը, որն օգնում է գնահատել ստարտափներին։ Նախորդ բանախոսը շեշտում է մի ուղղություն, որտեղ հայկական ընկերությունները փայլում են՝ մարդակենտրոն արհեստական բանականություն կամ Human-Centered AI։ Լավագույն AI-ը մարդակենտրոն AI-ն է, որը չի վերցնում աշխատատեղերը, այլ մարդկանց դարձնում է ավելի արդյունավետ։ Օրինակ Gecko Robotics-ը, իմ զարմիկ Ջեյք Լուսարարյանը հիմնադրել է այն։ Նրանք ստեղծել են ռոբոտներ, որոնք մագլցում են պատերով, մտնում են միջուկային էլեկտրակայաններ, անելով գերմարդկային բաներ, որ մարդիկ չեն կարող անել։ Նրանք հասան միայղջյուրի կարգավիճակի 1.25 միլիարդ դոլար արժեքով։ Նման մոտեցմամբ հայկական արմատներով մեկ այլ ստարտափ Hercules AI-ը, ավտոմատացնելով իրավաբանական եւ ֆինանսական բարդ գործընթացները, կարողացավ միլիոնավոր դոլարներ ներգրավել։ Սակայն փորձագետները զգուշացնում են, նման հաջողությունները մասսայական չեն դառնա, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել այլընտրանքային ներդրումների ամբողջական արժեշղթա։ Ներդրումային էկոհամակարգը միայն կապիտալ չէ, այն առաջին հերթին կրթություն է եւ պրակտիկ փորձ։ Հայաստանում այլընտրանքային գործիքների պակաս չկա, կա դրանք կիրառելու պրակտիկ գիտելիքի եւ հասարակական իրազեկվածության պակաս։ Գիտելիքի այս արժեշղթան սկսում է ամենաներքևից, անհատի ֆինանսական գրագիտությունից։ Ամերիկացի գործարար Թոդ Ֆաբաչերը, որը Գյումրիում հիմնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն, ունի իր պարտադիր պայմանը թիմի համար. չկա պրակտիկ ներդրում առանց հիմնարար գիտելիքի։
Now, my company is different. Մեր ընկերությունում մենք պահանջում ենք, որ յուրաքանչյուր աշխատակից անցնի ֆինանսական գրագիտության դասընթաց։ Արդյունքն այն է, որ իմ աշխատակիցների 50%-ն այսօր ունի իր սեփական տունը։ Մենք սովորեցնում ենք նրանց կառավարել եւ ճիշտ ներդնել իրենց ռեսուրսները։ Իսկ մասնագիտական մակարդակում այս արժեշղթան կառուցվում է տարիների քրտնաջան աշխատանքով։ Էմմա Արաքելյանն ընդգծում է. համակարգ փոխելու համար նախ պետք է կրթել շուկան։ Then we started learning series. Մենք սկսեցինք սովորելու շարքեր, որոնք կոչվում էին Power Breakfast։ Մենք մի համասեղանի շուրջ հավաքեցինք համալսարաններին, բանկերին, տեխնոլոգիական ընկերություններին եւ ֆոնդերին, հասկանալու, թե ինչ է այլընտրանքային ներդրումը եւ ինչու է այն այսօր այդքան կարեւոր Հայաստանի համար։ Գիտելիք, պրակտիկ փորձարկումներ եւ վստահություն։ Սա է այն եռանկյունին, որի վրա պետք է խարսխվի հայկական այլընտրանքային կապիտալը։ Շատերը հարցնում են, ստարտափերում ներդրում կատարելը նման չէ արդյոք վիճակախաղի։ Պատասխանը ոչ, եթե դուք հասկանում եք հավանականությունների տեսությունը։ Մեկ ճիշտ ներդրումը կարող է ծածկել բոլոր կորուստները եւ փոխել կյանքը։ Երվանդ Սարգսյանը խոսում է թվերով։ These are founders of Revolut. Ես կուզենայի դիտարկենք Revolut-ի օրինակը։ 2015-ին Balderton Capital-ը ներդրեց $2 միլիոն, ընկերությունը գնահատելով ընդամենը 8 միլիոն։ 2025-ին ընկերությունն արժե 75 միլիարդ։ Այնպես որ դա 10,000 անգամ գերազանցում է սկզբնական ներդրումը։ Բայց Revolut-ի պատմությունը ամենահետաքրքիրը չէ։ 2016-ին նրանք թույլ տվեցին, որ ոչ պրոֆեսիոնալ ներդրողները, սովորական մարդիկ, մասնակցեն CrowdCube հարթակի միջոցով։ 2016-ին նրանք ներգրավեցին 1 միլիոն ֆունտ 433 անհատաջակիցներից։ Այդ մարդկանց բաժնետոմսերի արժեքն աճեց գրեթե 1000 անգամ։ Իսկ Uber-ի դեպքում հրեշտակ ներդրողները, որոնք ժամանակին ռիսկի էին դիմել ընդամենը $5,000, տեսան, թե ինչպես է այդ փոքրիկ բաժնեմասը դառնում $25 միլիոն։ Իսկ Հայաստանում մենք ունենք մեր հաջողության պատմությունները, որոնք ապացուցում են, մոդելն աշխատում է նաև այստեղ։ Pixar-ը, որը սկսվեց որպես փոքրիկ վենչուրային ստուդիա, դարձավ միաեղջյուր։ Super Annotate-ը, որը սկսվեց Sevan Startup Summit-ում, այսօր գնահատվում է $200+ միլիոն։ Իսկ EasyD Mark-ի վաղ փուլի ներդրողները արդեն վերադարձրել են իրենց գումարները 20 անգամ եւ ավելի։ Բայց Երվանդը տալիս է ամենակարևոր խորհուրդը՝ մի փնտրեք մեկ հրաշք։ One of the things is diversification. So Այդ բաներից մեկը դիվերսիֆիկացիան է։ Հաջողության հավանականությունը մեծացնելու համար ներդրում եք անում ավելի շատ ընկերություններում, եւ հավանաբար 20 ընկերություն պորտֆելում պետք է լինի թիրախը։ Այնպես որ, եթե դուք ներդնում եք միայն մեկի մեջ եւ այրվում եք, դա ճիշտ ռազմավարություն չէ։ It's not the right strategy. Մինչև վերջերս այս փակակումբը հասանելի էր միայն միլիոնատերներին, բայց հիմա կա Equify-ը։ Սամսոն Ավետյանը ստեղծել է մի հարթակ, որը կոտրում է բոլոր կարծրատիպերը։ Սա պարզապես կայք չէ, սա ֆինանսական ենթակառուցվածք է։ Մենք Հայաստանում ստեղծեցինք մի բան, որը նախկինում պարզապես գոյություն չուներ։ Մենք ստիպված էինք երկար աշխատել կենտրոնական բանկի հետ ներդնելու SPV հատուկ նպատակային կառույց մոդելը, որն օրենսդրորեն բացակայում էր։ Իսկ ինչ երաշխիք ունի ներդրողը։ Այն ամենը, ինչ դուք գնում եք Equify-ի միջոցով, պաշտոնապես գրանցվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում։ Պատկերացրեք դա որպես արժեթղթերի կադաստր։ Ճիշտ այնպես, ինչպես կադաստրը գրանցում է ձեր բնակարանի սեփականության իրավունքը, դեպոզիտարիան գրանցում է ձեր բաժնետոմսերը։
Այսօր յուրաքանչյուր ոք կարող է դառնալ համաշխարհային մակարդակի հայկական ընկերությունների բաժնետեր։ Ցանկում են Code Signal-ը $600 միլիոն գնահատմամբ, քվանտային հաշվարկների առաջատար Blue Cabit-ը եւ այլ top ստարտափեր։ Ես ուզում եմ շատ հստակ նշել մի կետ. չկա հայկական ոլորտ, որն այնքան հետաքրքրություն է առաջացնում միջազգային պրոֆեսիոնալ ներդրողների մոտ, որքան հայկական ստարտափները։ Ոչ միտեղ պրոֆեսիոնալ ոչ հայ ներդրողները Հայաստանում ներդրում չեն արել բացի երկու տեղից։ Մեկը ստարտափներն են, երկրորդը պետական պարտատոմսերը։ Samsung-ը տալիս է նաև ոսկե կանոնը. ներդրեք ձեր ակտիվների 10%-ից ոչ ավելին եւ դիվերսիֆիկացրեք դրանք ոչ միայն ընկերությունների մեջ, այլ ժամանակի մեջ, տեխնոլոգիական ցիկլերից խուսափելու համար։ Ներդրումը միայն ֆինանսական շահույթ չէ, այն նաև սոցիալական պատասխանատվություն է։ Թոդ Ֆաբաչերը, որը ամերիկացի եւ 14 տարի առաջ տեղափոխվել է Գյումրի, ապացուցում է, աշխարհագրությունը դատավճիռ չէ։ Նա ոչ միայն բիզնես է կառուցում, այլև էկոհամակարգ։ Do you ever listen to Spotify? Դուք երբևէ լսում եք Spotify? Իսկ երբևէ մտածել եք ինչպես են վճարվում երաժիշտները, երբ դուք անվճար երաժշտություն եք լսում։ Այդ ծրագրային ապահովումը, որը հաշվարկում է դա, արվում է Գյումրիում։ Աշխարհի գրեթե բոլոր հայտնի երաժիշտները, Lady Gaga-ից մինչև Taylor Swift, ստանում են իրենց հասանելիքը Գյումրիի շնորհիվ։ Բոլորը։ Նրանց ռոյալթիները հաշվարկող ծրագրային ապահովումը ստեղծվում է հենց այստեղ։ Ժամանակին մենք Digitech-ում ընդամենը մի փոքրիկ տաղավար ունեինք, իսկ այսօր մենք Sony-ի խոշորագույն մատակարարներից մեկն ենք Ճապոնիայի սահմաններից դուրս։ Outside of Japan. Թոդի մոտեցումը յուրահատուկ է։ Նա օգտագործում է նրան հատիկների մոդելը։ Եթե աշխատակիցը 5 տարի աշխատում է նրա մոտ եւ ձեռք է բերում կոմպետենտություն, նա ներդրում է ուշադրություն $100,000 տվյալ աշխատակցի ստարտափի մեջ։ Այսպես ծնվեց Seek Unique-ը, հնաոճ եւ թանկարժեք իրերի on-line խանութը։ Իմ աշխատակիցներից մեկը եկավ եւ ասաց. «Ես ուզում եմ ծրագիր գրել անտիկվար դիլերների համար»։ Ով կմտածեր անտիկվար դիլերների համար ծրագրի մասին, բայց մենք ուսումնասիրեցինք շուկան եւ տեսանք, որ ոչինչ չկա։ Մենք ընտրեցինք Լոնդոնը, թակեցինք խանութների դռները եւ 2 տարվա ընթացքում գրավեցինք շուկայի 40%-ը։ Մենք համար մեկն ենք շուկայում։ Antique market in the world, city. Բայց ամենատպավորիչը տեխնոլոգիան չէ, այլ իրական տնտեսությունը։ Թոդը պատմում է իր նախկին աշխատակցու Գայանեի մասին։ So Gayane and her husband came to me. Նա եւ ամուսինը ցանկանում էին փուր բացել։ Բանկը պահանջում էր 14.7% տոկոսադրույք։ Ես նրանց տվեցի $100,000։ Այն հիմա Հայաստանի հյուսիսային հատվածում գտնվող թիվ 1 փուրն է, ունի 210 հացթուղ եւ արտադրանքն առաքում է Վրաստան ու Թուրքիա։ Նա վճարեց գումարը 2 տարուց պակաս ժամանակում։ In less than 2 years. Սակայն Թոդը կանգ չի առնում։ Նրա հաջորդ նպատակը Տոկիոն է։ Նրանք թողարկում են Ginger AI գործիքը Ճապոնիայի համար, քանի որ Ամերիկայի շուկան գերհագեցած է, Ճապոնիայում լեզվական արգելքը դեռևս հնարավորություն է ստեղծում։ Եթե Թոդը սովորեցնում է ստեղծել, Վահե Անտոնյանսը սովորեցնում է կառավարել հարաբերությունները։ Նա ասում է, երբեմն հիմնադիրը պետք է ուժ ունենա մերժելու անգամ ամենահզորին, հանուն սեփական տեսլականի։ Where did you meet your wife? Բլումբերգում ինձ ասացին. Որտեղ ես հանդիպել կնոջդ։ Ես ասացի Երևանում։ Նրանք պատասխանեցին. Ոչ, դու քո հաջորդ կնոջը կհանդիպես Բլումբերգում։ Նրանք ուզում էին կլանել ամբողջ կյանքս։ Ես հրաժարվեցի։ Ներդրումը գրեթե ամուսնություն է։ Եթե չկա քիմիա, մի արեք դա։ Նա բացահայտում է ներդրողների հետ շփման մի նուրբ պարադոքս, որը վերաբերում է շուկայի ընդհանուր հասանելի ծավալին։ Վենչուրային ներդրողը միշտ ասում է.
Ինձ հսկայական շուկա է պետք, բայց դուք, որպես հիմնադիր, իրականում պետք է փնտրեք փոքր շուկա։ Սա կարող է հակասական հնչել, բայց ճշմարտությունն այն է, որ եթե շուկան չափազանց մեծ է, այնտեղ խաղացողները շատ են։ Իսկ եթե դուք գտնում եք փոքր, բայց թերի սպասարկվող շուկա, բոլորը կսիրեն ձեզ։ Դուք կունենաք լավագույն ապրանքն այդ նեղ հատվածում, եւ հենց այդ կետից էլ կսկսեք նվաճել մնացած աշխարհը։ Նախորդ բանախոսը տալիս է նաև վարպետության դաս գնագոյացման, թաքնված ազդեցության մասին։ Նա բացատրում է, թե ինչպես է ֆինանսական մոդելը թելադրում պրոդուկտի ինժեներական լուծումները։ Վերցնենք Քլոդի եւ Քերսերի տարբերությունը։ Քլոդը գանձում է ըստ տոկենի։ Նրանց ձեռնտու է, որ դուք ուղարկեք ձեր ամբողջ կոդը, որովհետև դուք վճարում եք յուրաքանչյուր բառի համար։ Իսկ Քերսերը աշխատում է ֆիքսված ամսավճարով։ Քանի որ նրանք են վճարում մոդելին ձեր փոխարեն, նրանք ստիպված են սեղմել ինֆորմացիան ծախսերը նվազեցնելու համար։ Ստացվում է, որ գնագոյացման մոդելը ուղղակիորեն փոխում է պրոդուկտի աշխատանքը եւ արդյունքի որակը։ Եվս մեկ կարևոր դաս կորպորատիվ վաճառքների մասին։ Եթե ձեր հաճախորդը բանկ է, ապա մոռացեք ֆրիմիումի, այն է անվճար փորձարկման մասին։ No bank has ever tried out Slack. Ոչ մի բանկ երբեք չի փորձարկի Slack անվճար տարբերակով։ Ինչու՞։ Որովհետև անվտանգության ստուգման եւ տեղադրման գումարը նրանց համար կարող են արժենալ $1 միլիոն, անկախ նրանից ծրագիրն արժե $10, թե ոչ։ Դրանց համար միևնույն է, ծրագիրն ինքնին անվճար է, թե վճարովի։ Դրանք հոգում են ռիսկի մասին, ոչ թե գնի։ Հաջողության հետագիծը միշտ չէ, որ դեպի վեր է տանում։ Ադամ Կաբլանյանը կենթանի լեգենդ է, մարդ, որը սովորեցրեց աշխարհին ներկառուցված հիշողություն ստեղծել։ Նա Wire Logic հասցրեց մնացդակի բորսա, դառնալով հանրային ընկերության ղեկավար։ Բայց հենց այդ բարձունքում նա ստացավ կարիերայի ամենացավոտ, բայց նաև ամենաարժեքավոր ֆինանսական դասը։ 2002-ին Սինոպսիսը ցանկանում էր գնել մեզ $400 միլիոն։ Ես մերժեցի պահանջելով $600 միլիոն։ 8 տարի անց, 2010-ին, մենք վաճառվեցինք նույն Սինոպսիսին, բայց արդեն ավելի ցածր գնով։ Դասը հետևյալն է. ես պետք է համաձայնեի այդ գործարքին։ Փողն ունի ժամանակային արժեք, եւ ես կխնայեի իմ կյանքից 8 տարի։ Սակայն Կաբլանյանի ամենախիստ զգուշացումն ուղղված է այսօրվա հրեշտակ ներդրողներին։ Նա, հիմնվելով իր փորձի վրա, խորհուրդ է տալիս զգույշ լինել deep tech-ի, այն է խորը տեխնոլոգիաների հետ։ Don't invest any money in deep tech. Մի ներդրեք deep tech-ում, եթե դուք անհատ հրեշտակ ներդրող եք, որովհետև այն պահանջում է հսկայական ռեսուրսներ, եւ դուք չգիտեք, թե որտեղ է դա ավարտվելու։ Առաջին օրինակը Paradomics-ն է, Elon Musk-ի Neuralink-ի անմիջական մրցակիցը։ Երկուսն էլ զբաղվում են ֆուտուրիստական ուղեղ համակարգիչ կապի ստեղծմամբ։ Ես սկսեցի այնտեղ որպես հիմնադիր ներդրող, ունենալով 10% բաժնեմաս։ Այսօր ես ունեմ 1%-ից պակաս։ Ինչու՞։ Որովհետև ճգնաժամի ժամանակ, երբ փող չկար, վենչուրային ֆոնդը եկավ եւ դրեց դաժան պայման. 10 for 1, pay to play։ Դա նշանակում էր, եթե դու չես մասնակցում հաջորդ փուլին եւ նոր գումար չես դնում, դու կորցնում ես քո ունեցածի 90%-ը։ Հրեշտակ ներդրողները չունեն անսահմանափակ գրպաններ, ամեն անգամ միլիոններ ավելացնելու համար։ Ուստի մենք պարզապես դուրս մղվեցինք խաղից։ Երկրորդը Sainoran է, գերմանական ընկերություն, որը փորձում է լուծել OLED էկրանների ամենաբարդ խնդիրը՝ կապույտ գույնի ստեղծումը։ Նրանք ներգրավեցին 100 միլիոն եվրո, այդ թվում Samsung-ից եւ LG-ից։ Մենք այդպես էլ չկարողացանք ստանալ այդ կապույտ գույնը։ Երբ փողը վերջացավ, մենք ստիպված էինք վերցնել թանկ փողեր, 2 անգամյա երաշխիքով։ Ի վերջո Samsung-ը գնեց ընկերությունը միայն արտոնագրերի համար, բայց քանի որ վերջին ներդրողները պետք է ստանային իրենց գումարի կրկնապատիկը, վաղ փուլի բոլոր ներդրողները ստացան
ուղիղ 0։ My investors got zero money. Այս դասերից հետո Ադամը որոշել է կենտրոնանալ երկու ռազմավարական ուղղության վրա։ Առաջինը վերաբերում է Հայաստանի ֆիզիկական անվտանգությանը եւ ինքնաբավությանը։ I have a Ես ղեկավարում եմ 16 միլիոն դոլարանոց վենչուրային ֆոնդ, որի նպատակը Հայաստանի պաշտպանական արդյունաբերության հիմնումն է։ Բայց եկեք իրատես լինենք։ Մինչև deep tech-ի մասին խոսելը, մեզ անհրաժեշտ է արդյունաբերական հենք։ Մենք անգամ տպատախտակ չենք արտադրում։ Ամբողջ էլեկտրոնիկան բերում ենք Չինաստանից։ Իմ նպատակը այդ արտադրական բազան 0-ից վերականգնելն է։ Երկրորդ ուղղությունը հոգու խաղաղությունն է, գինեգործությունը։ Նա հիմնել է Alex Andrea գինիները, անվանելով այն իր երեխաների պատվին։ Գինեգործության մեջ իմ մոտեցումն այլ է։ Ես հավատում եմ հողի ուժին։ Ես ընտրել եմ 3 տարբեր խաղողի այգիներ եւ տնկել եմ ոչ միայն տեղական, այլև միջազգային սորտեր՝ Riesling, Pinot Noir եւ Chardonnay։ Իմ նպատակն է ապացուցել, որ Հայաստանում կարելի է ստանալ ցանկացած տեսակի բարձրակարգ գինի եւ դրանով իսկապես ցույց տալ ներդրողներին, որ Հայաստանը կարող է լինել համաշխարհային մակարդակի խաղացող։ Some of the top wines in the world. Օրվա վերջում տեսությունը պետք է վերածվեր պրակտիկայի։ Մասնակիցները կանգնած էին երկընտրանքի առջև՝ ներդրում անել, թե մերժել։ Մենք քննարկեցինք եւ որոշեցինք չներդնել։ Մեզ մոտ չափազանց շատ անպատասխան հարցեր մնացին։ Խոսքը FinTech AI ընկերության մասին է, որը պետք է աշխատի բանկային զգայուն տվյալների հետ, սակայն 6 հոգանոց թիմում բացակայում է կիբերանվտանգության մասնագետը։ Բացի այդ, մեզ համար պարզ չէին Safe Note-ի ապագա բաժնեմասի իրավունքի պայմանները, արդյոք գնահատումը նախնական է, թե վերջնական։ Քանի որ ստարտափը պատրաստ չէր փարատել այս կասկածները, մեր պատասխանն է՝ ոչ։ Թվում էր, սա խելամիտ, ռիսկերը զսպող եւ հիմնավորված որոշում է։ Սակայն դահլիճում ներկա փորձառու ներդրողները անմիջապես միջամտեցին, բացատրելով, որ վենչուրային աշխարհում ինֆորմացիայի պակասը ավտոմատ մերժման հիմք չէ, այն դարձավ օրվա ամենակարևոր մենթորական դասը։ Ես կարծում եմ դա սխալ որոշում է։ Դուք չպետք է ասեք ոչ միայն նրա համար, որ ինֆորմացիան պակասում է կամ անհայտներ կան։ Դա հենց այն է, ինչ մենք անում ենք։ Որոշումներ ենք կայացնում անհայտների դեպքում։ Դուք պետք է ասեք. ես կներդնեմ, եթե դուք վարձեք անվտանգության մասնագետ, կամ ես կներդնեմ գումար, եթե պայմանները լինեն այսպիսին։ Մի փակեք դուռը, բանակցեք։ Մինչդեռ երկրորդ սենյակում, որտեղ քննարկվում էր կորպորատիվ վենչուրային մոտեցումը, մասնակիցները ընտրեցին պրագմատիկ, սակայն ստարտափի համար առավել ռիսկային ճանապարհ։ Նրանք որոշեցին ուղղակի խուսափել ֆինանսական ռիսկից։ We could actually use the product ourselves. Մենք ենթադրեցինք, որ կարող ենք օգտագործել նրանց ապրանքը մեր ներսում, մեր ծախսերը կրճատելու համար։ Ուստի որոշեցինք այս փուլում գումար չներդնել, այլ սկսել որպես գործընկեր, տեսնել ինչպես է այն աշխատում եւ միայն արդյունքները տեսնելուց հետո մտածել ներդրման մասին։ Էման այստեղ նկատեց կորպորատիվ աշխարհին բնորոշ մի նուրբ, սակայն կրիտիկական սխալ։ Մեծ ընկերությունները հաճախ փորձում են օգտվել ստարտափի ռեսուրսից, անվանելով դա փորձարկում կամ աջակցություն, բայց իրականում խուսափելով վճարելուց։ It's unfair. Դա անարդար է։ Երբ ընկերությունն արդեն ունի $300,000 հասույթ, դուք չեք կարող գնալ եւ ասել. «Եկեք ես սա անվճար փորձարկեմ»։ Ես կմերժեի նման առաջարկը։ Եթե դուք օգտագործում եք, ուրեմն հաճախորդեք, վճարեք։ Իսկ եթե գործընկեր եք, ներդրեք։ Մի փորձեք վերցնել օգուտի 100%-ը միայն ձեզ։ Ներդրումը պետք է լինի 50-50, երկկողմանի շահավետ։ Ներդրումն ամուսնություն է։ Դուք դառնում եք այդ ընտանիքի անդամը։ Ուստի մի գործեք որպես օտարական։ Don't be like Trump. Come on. Մենք սովորեցինք, որ ներդրումը պարզապես բանկային փոխանցում չէ։ Դա հարցեր տալու, վստահություն կառուցելու եւ ամենակարևորը՝ ռիսկի դիմելու արվեստ է։
Հայաստանի պարագայում մենք տեսանք նաև ճեղքվածքը 17 միլիարդի եւ 100 միլիոնի միջև։ Բայց տեսանք նաև կամուրջները, կորնելթեքի գիտությունը, հրեշտակների փորձը եւ իքուաֆիի հասանելիությունը։ Եթե դուք ներկայացնում եք կորպորացիա, ուղիղ հարց տվեք ձեր ղեկավարությանը։ Ինչու մենք դեռ այս խաղի մեջ չենք։ Իսկ եթե անհատ եք, գրանցվեք, միացեք սինդիկատներին, օրինակ Mount Global-ին։ Նույնիսկ եթե դեռ գումար չեք ներդնում, սկսեք սովորել։ Հիշեք, ամենամեծ ռիսկը, որ դուք ստանձնում եք, ընդհանրապես ոչ մի ռիսկի չդիմելն է։ Խնդրում եմ, մի հեռացեք այստեղից առանց կոնկրետ գործողություն կատարելու որոշման։ Եվ այսպես Հայաստանը պատրաստ է։ Անհրաժեշտ գործիքակազմն արդեն արկա է, տաղանդը սպասում է ռեսուրսի։ Ուղղակի հարցը մեկն է. դուք կմնաք որպես դիտորդ, թե կստանձնեք փոփոխություն բերողի դերը։ Սա ֆիլմի ավարտն է, բայց ձեր ներդրումային պատմության սկիզբը։